Այն խոսքը, որ իմ սրտի մեջ դրված է, ես կուզեի, որ դա Տերը դարձներ ձեզ համար, հատկապես ովքեր են ծառայության մեջ, եկեղեցում որևէ ծառայության մեջ, գիտեք չէ, եկեղեցում մեծ ու փոքր ծառայություն չկա, կա ծառայություն, որը մենք պատիվ ունենք Տիրոջից ստանալ պատասխանատվություն, արտոնություն կատարելու։ Եվ հատկապես ձեզ, ովքեր արդեն իսկ ունեն այդ գիտակցությունը ծառայության եւ հոգեվոր մարդկանց մասով, ովքեր որ իրանց կյանքը ապրում են քրիստոնյավայել, հավատացյալի պես, Աստծո խոսքը շատ խորհուրդներ ու խրատներ ունի։ Ես այսօրվա պատգամը ռուսերեն կարող եմ շատ ավելի հեշտ ասել, բայց դուք բազմաթիվ անգամ թե հայերեն տարբերակում ընթերցել եք առաջի Տիմոթեոս ուղերձի մեջ, Պողոս առաքյալի գրած ուղերձի մեջ, որ իր հոգևոր զավակին, իր աշակերտին, իր օգնականին հորդորների մեջ մի արտահայտություն է ասում։ Ասում է հետևիր քո անձին եւ ուսմունքին։ Բայց ռուսերենով ինձ համար մի քիչ ավելի վնիկայ в себя и в учение։ Ուշադրություն դարձրու նրան, ինչ քո ներսում է եւ այն, ինչ դու ուսուցանում ես ուրիշներին։ Սրա մասին կուզեմ մի քիչ այսօր խոսենք։ Այդ Սուրբ գրային հատվածը առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 16 խոսքն է։ 4-րդ գլխի բովանդակության մասին մի քիչ մենք կունենանք առիթ զրուցելու։ Բայց կուզեմ մի քանի հարց տամ այսօր մեզ։ Ինչն է ձևավորում մեր արժեքների համակարգը, մեր ապրելակերպը, ինչն է ձևավորում մեր համոզմունքները, մեր կյանքը ընդհանուր առմամբ, կամ բաներ, որ ձևավորում են։ Ինչն է ազդում մեր ամենօրյա, կարելի ասել բույթ, գիտեք, չէ, բույթ է այն, որ ամենօրյա, առօրյա ամեն ինչը, ինչ որ մեզ շրջապատում է։ Անընդհատ չենք, չէ, զբաղված վարժնի բաներով, կարևոր գործերով, բաներ են լինում, որ փոքր են, ինչն է ազդում մեր փոխհարաբերությունների վրա, ինչն է ազդում մեր ընտանիքի վրա, մթնոլորտի վրա, մեր աշխատանքի վրա։ Հոգևոր մարդը այդ ամենը պետք է կարողանա անալիզի ենթարկի, վերլուծություն անի։ Ինչն է ազդում մեր ծառայության վրա։ Ինչ ռեզուլտատ, ինչ արդյունք ենք մենք ունենում, ինչ որ քայլերի հետևանքում։ Գիտեք, բաներ կան, որ մեր կյանքի մեջ մենք պետք է ունենանք հարատև սկզբունքով։ Մեր բնական կյանքը մեզ սովորեցնում է, որ մեր կյանքի մեջ կան բաներ, որոնք մենք ամեն օր անում ենք, արթնանալու պահից մինչև աչքներս անկողնում փակելու պահը։ Ունենում ենք բաներ, որ դրանք ռեգուլյարնի են մեր կյանքի մեջ, հարատև են։ Հոգևոր մարդու կյանքի մեջ էլ կան բաներ, որ պետք է լինեն հարատև։ Եվ Պողոս առաքյալը Տիմոթեոսին տալիս է այս խորհուրդը, հայերեն տարբերակում կուզեմ ընթերցեմ Երևակայի արևելյան մեր թարգմանությունից, զգուշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ։ Պողոսը խորհուրդ է տալիս Տիմոթեոսին։ Եվ հետևիր դրան, իմ մոտ գրած է հարատևիր դրանում։ Եթե այդ բանն անես, կփրկես քեզ եւ նրանց, ով լսում է քեզ։ Շատ կարճ բերեք հիշենք, թե այս հատվածի մեջ 4-րդ գլուխը ինքը սկսում է ինչ որ մի բանից, որը վերաբերվում է, որ վերջին օրերի հետ կապված իրավիճակների մեջ մարդիկ կեղծ գաղափարների կհետևեն, սխալ բաների կհավատան, զգուշություն ունեցի։ Եվ Պողոս առաքյալը ասում է երկու կարևոր բան, մենք այս համարի մեջ 4 հիմնական միտք ենք կարողանում քաղենք։ Դրանցից մեկը սա է, որ դու քո անձին ուշադրություն դարձրու, զգուշություն արա, առիթ եմ ունեցել ավելին քան 10 տարբեր թարգմանություններ կարդալ այս նույն համարը։ Եվ նրանք բոլորը շատ խորը իմաստ, նշանակություն, որովհետև անգլերենով կան տասնյակ թարգմանություններ, ռուսերենով կան տասնյակ թարգմանություններ։ Ընթերցել եմ դրանք, որ հասկանամ, ինչ է նշանակում դու քո անձին ուշադրություն դարձրու։
Հասկանում եմ, որ որոշներիս համար դա պարզ է։ Կա որ բաներ կան, որ ձեզ իսկի պետք էլ չի բացատրել։ Դա Աստծո հոգուց ձեր մեջ է արդեն։ Բաներ կան, որոնց դուք միշտ ուշադրություն եք դարձնում։ Աստծո խոսքն է դրա մեջ ձեզ օգնում, աղոթքի մթնոլորտը, ձեր ավակների, հովիվների ծառայությունը, Աստծո հոգու մեջ, երբ որ դուք գալիս եք պաշտամունքների, Պողոս առաքյալը շատ նպատակային խորհուրդ է տալիս։ Քանի որ գոյություն ունի մեր կյանքի մեջ երկու անհրաժեշտ բան. մեր անձը ճանաչել, մեզ զգուշավորություն անել եւ Աստծուն ճանաչել։ Աստծուն ճանաչելու մասով լավ դեռ կխոսենք։ Այստեղ որ թարգմանությունների մեջ կարդացել եմ տարբեր բառեր, որ բնագրից վերցրել են իմաստը, այսպիսին է. դու ինքդ քո անձի, քո ներքնաշխարհի ամեն զգացողություններին ուշադրություն դարձրու։ Դու ինչ ես զգում, ինչպես ես կյանքը վերլուծում։ Երբ որ Պողոսը սա ասում էր, կարծում եմ, որ ինքը օգտագործում էր բնագրային մի բառ հունարեն, կոյնե լեզվով, ես այդ բառը չեմ կարողանում արտասանեմ, որը փոխանցում էր դու քեզ ուշադրություն դարձրու, բայց ինքը այնքան լայն իմաստ ունի, որ երբ որ թարգմանիչները սկսեցին դրա մասին տարբեր լեզուներով թարգմանել այդ բառը բացատրել, նրանք եկան մի հայտարարի, որ դա վերաբերվում է եւ ֆիզիկական, եւ շնչավոր եւ հոգեվոր աշխարհին։ Մենք կարիք ունենք, որ մենք մեր անձերը զննության ենթարկենք, հատկապես մեր շնչի ոլորտում։ Մենք մեր մարմնի համար շատ ենք խնամք, չէ՞ տանում։ Բոլորը փառք Աստծո, հարդարված, գեղեցիկ, առավոտը թարմ, որովհետև դա մեր բնական թե դաստիարակությունն է, թե մեր տեսակն է, ասեմ, ինչպես ասեմ։ Դա ենք տեսել, դա ենք սովորել։ Բայց նկատել եք, որ պահեր են լինում, երբ որ մենք չենք հետևում նրան, թե մեր մտքի մեջ ինչ է կատարվում։ Մեր շնչի ոլորտի մարտահրավերները շատ ավելին են, քան մեր մարմնի հանդեպ ունեցած, որովհետև շնչի մարտահրավերները թողնում են մարմնում հետևանքներ։ Այն ամենը, ինչ կատարվում է մեզ հետ մեր ամենօրյա կյանքի մեջ, պայմանավորված է այն ամենի հետ, ինչ կատարվում է մեր շնչի, մեր աներևույթ, մեր անձի ոլորտում, մեր ներքնաշխարհում։ Թե ինչ մտքեր են մեր մեջ, ուշադրություն դարձրու քո անձին, ինչ մտքեր են քո մեջ ամեն օր։ Ինձ դուր է գալի Դավիթը ամենաշատ սիրված աստվածաշնչյան հերոսներից մեկն է։ Եթե ասենք ֆավորիտներից է, մատերից վրա կարող եմ ֆավորիտներին հաշվել, որովհետև ամեն մեկը մեզնից զուգահեռներ է տանում, չէ՞, երբ որ կարդում ես ինչ-որ մեկ անձի մասին, ուզում ես տեսնես քո հետ ինչ-որ համապատասխանություն կա, թե չէ։ Ու այդպես դու ֆավորիտներ ես քո համար կարողանում տարբերես, ասում ես սրանք իմ ամենասիրվածն են, որովհետև քո կյանքին ինչ-որ թելեր կան, որ ասես զնգում են, հենց այդ մարդու անուն լսում ես, ասում ես հա այստեղ նման էի։ Այդ մարդը գիտեք ինչով էր, ինքը երկրպագությունով ապրող մարդ էր, եւ այնքան խորը աստվածճանաչություն ու այնքան խորը Աստծուն սեր ուներ, որ ասում է գիշեր ցերեկ քո խոսքի վրա եմ մտածում։ Մտային աշխարհը հագեցած էր Տիրոջով։ Շնչի ոլորտը շատ զգայուն է։ Հարցակումները շատ հեշտ են շնչի ոլորտի վրա, որովհետև մենք ունենք էմոցիոնալ աշխարհ։ Մեր զգացմունքային աշխարհը կամ զգացողական աշխարհը։ Մարդը տարբերվում է բոլոր ստեղծագործություններից նրանով, որ ինքը ռազումնի ոնց է։ Բանական եւ հոգեվոր էակ է։ Աստված խոսում է խորը մեր հոգու հետ։ Գիտեք, Աստված գալիս է մեր հոգու մեջ, բնակություն է հաստատում, անցնում է նվաճելու մեր շնչի տարբեր ոլորտները եւ գալիս է հաղթական ավարտի մեր մարմնում, մեր մարմնի դաշտում։ Սենց ուղակի օբրազնի մի բան եմ փորձում ասեմ։
Աստված սկսում է հոգուց։ Իսկ դու գիտեք, կապիրովշիկ սատանան ինչից է սկսում։ Հիմնականում սկսում է մարմնից, անցնում է շնչին, որ կործանի հոգին։ Բայց շնչի ոլորտում մենք ամենաշատ մարտահրավերներն ենք ունենում մեր կյանքում։ Որովհետև մենք այդպիսին ստեղծված ենք։ Մենք ավելի շատ ներսն ենք, քան մենք դուրսն ենք։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է ուշադրություն դարձրու քեզ, չի ասում սնունդիդ հետևի, լավ խորհուրդ է, չէ՞ տևե մի անգամ։ Քրիստոնյաների համար դարձել էր մի մեծ բանավեճ։ Խեղճ տղեն ասավ առողջությանդ համար մի քիչ գինի ջրի մեջ խառնի, դիզինֆեկցիա արա, որոշները դրանից առիթավորվեցին ու սկսեցին ալկոհոլ օգտագործել։ Պողոս առաքյալը ավելի շատ խոսում է Տիմոթեոսին հիմա ներքին բովանդակության, ծառայողի որակների, իր ուսմունքների, գաղափարների մասով։ Ստեղ մենակ սա չէ։ Երբ որ ասեցի, որ մտքերիդ ուշադրություն դարձրու, նաև ուշադրություն դարձրու քո շարժառիթներին։ Ամենագաղտնի բաներից մեկը դա մեր շարժառիթներն են։ Դժվար ընկալելի, մարդկանց կողմից անտեսանելի, ժպիտների հետևում թաքնված գաղտնի մոտիվները, շարժառիթները, եկեք մենք զննության անենք, Տիրոջ առաջ մենք ոչ մի բան չենք կարա թաքցնենք, մենք իրարից շատ լավ կարող ենք, էդ էլ որոշների մոտ լավ չի ստացվում մեկ-մեկ, պալիտ են եղնում, բայց իրականում մեր շարժառիթները շատ կարևոր են, թե ծառայության մեջ, թե կյանքի մեջ, թե ընտանիքի, փոխհարաբերությունների, աշխատանքի, ուշադրություն դարձնենք նրան, թե ինչ է իրականում կատարվում մեր ներսը, ինչն է շարժիչ ուժ հանդիսանում, անգամ երբ որ դու Տիրոջ համար ինչ-որ մի բան ես անում, անունը դնում ես ծառայության համար, բայց իրականում ինչն է դրա հետևը, որն է դրա շարժառիթը։ Այս խորհուրդները, որ ձեզ հետ կիսվում եմ, Պողոս առաքյալը կոնտեքստի մեջ այս 4-րդ գլխի սրա մասին չի գրել։ Նրա մասով է օրինակ գրել, որ ուսմունքներին ուշադրություն դարձնում, մարդիկ կան արդեն ամուսնանալն էլ են սխալ համարում։ Պողոս առաքյալն ասում է, նայի քո ուսմունքով, քո ունեցած գաղափարներով, սա հաջորդ բանն է, որին պետք է ուշադրություն դարձնենք։ Քեզ էլ փրկի նրանց էլ, ովքեր քեզ հետևում են, ովքեր քեզ լսում են, ովքեր քո ծառայության մեջ են։ Այսինքն քո ճիշտ մտածելակերպի հետ կապված է նրանց կյանքը, ով նայում է քեզ։ Ուշադրություն դարձնել մեր գաղափարներին։ Ինչ գաղափարներ եմ ես ինձ համար ճիշտ համարում եւ ինչ եմ ուրիշներին որպես օրինակ ես ներկայացնում կամ կիսվում կամ բացատրում։ Գիտեք, որ հավատքը վարակիչ ուժ ունի։ Հավատացողի կողքին իր գաղափարները, Տիրոջից կախված լինելը, Տիրոջը հետևելը, Տիրոջը վստահելը, քեզ էլ աներշնչում դա։ Բայց երբ որ նկատում ես, որ մարդիկ կան շեղված գաղափարներով են, կեղծ համոզմունքներով են, այս մարդկանց կողքին դու ես վարակվում։ Նկատում ես, որ սկսեցիր բաներ մտածել, որ դու այդպես առաջ չէիր մտածում։ Ուշադրություն դարձնել նրան, թե ինչ գաղափարներ ենք մենք մեր մեջ կրում, հավանություն տալիս, համաձայնվում եւ ինքներս էլ ուրիշներին ասում։ Հավատքի ինչ պրոցենտ կա մեր գաղափարների մեջ։ Աստվածաշնչյան են մեր գաղափարները, ճշմարիտ ուսմունքով են, Տիրոջ խոսքից բխող գաղափարներ են, թե մեր մշակույթից, սովորույթներից, սնոտահավատության երևույթներից, ինչ որ մեկի համոզմունքներից, կեղծ կամ ինչ որ բաներից դրդված, ումից ենք մենք ազդված։ Ով է մեզ վրա ազդեցություն ամենաշատը գործում։ Պողոս առաքյալը երբ որ ասում էր անձիդ ուշադրություն դարձրու ու ուսմունքիդ, չէր ասում միայն այն ինչ դու սովորեցնում ես, այլ անձիդ ուշադրություն դարձրու, որ քո մեջ լինի ճիշտ ուսմունքը, որը որ կլինի քո գաղափարախոսությունը, կլինի քո ներսի բովանդակությունը, մարդիկ դա տեսնելով, լսելով, հասկանում եք, իրանք էլ ճիշտ ուղղությամբ կգնան։ Դուք մտածում եք կեղծ համոզմունքները միայն անցյալի խնդիրներ։
Ես ամեն օր, երբ որ տարբեր մարդկանց հետ շփվում եմ, տարբեր խավի մարդկանց, տեսնում եմ, որ անգամ հոգևոր այնձև անհեթեթ ու մանկական ու անիրական գաղափարներ են կրում, որ իրանց աչքերին դա ճիշտ է։ Որովհետև իրանց պապը իրանց դա ասել է, որովհետև իրանց հարևանի տատը իրանց դա սովորացրել է, որովհետև իրանց փողոցի ընկերը ասել է, որ սա ճիշտն է, որովհետև իրանց աշխատանքում իրանց ընկերուհին ասել է, ես էսպես եմ արել, դες ինչ լավ է եղել։ Գաղափարները կարող են մեզ տանել կյանքում հաջողության կամ էլ անհաջողության։ Գաղափարները մեր մեջ կարող են կործանել ընտանիքը եւ փրկել ընտանիքը։ Գաղափարները կարող են օգնել մեզ ծառայության մեջ հաջողվել կամ ձախողել։ Գաղափարները կարող են կառուցել ձեր փոխհարաբերությունները ճիշտ կամ նրանք ընդհանրապես տապալել։ Գաղափարները կարող են ձեր հանդեպ մարդկանց տրամադրել կամ ձեզնից վանել։ Ես կուզեի, որ ավելի ուշադրություն դարձնեինք նրան, թե ինչ գաղափարներ ենք մենք եւ կրում եւ մարդկանց հետ կիսվում։ Քրիստոնյային նայելով նրանք շատ բաների են սպասում։ Գիտեք, որ ձեզնից սպասումները շատ ավելին են, քան դուք մտածում եք։ Անձամբ ես իմ օրինակը դրա մեջ տեսել եմ։ Երբեմն վարվել եմ այնպես, որ ինձ չի սազացել։ Այսինքն ինչ որ մի հարցում ունենց մի հատ ռեակցիա եմ տվել, որը կողքիններն ասել են հավատացյալ է։ Դա եկել է նրանից, որ իմ պահվածքը իմ գաղափարների հետ չի համապատասխանել։ Եվս մի բան է, որին ուշադրություն է պետք դարձնել։ Մենք ներսից ինչպիսին ենք, պետք է դրսից էլ այդպիսին լինենք։ Այն ինչ սրտում է միշտ դուրս է գալիս։ Դրա համար սրտի բովանդակությանը պետք է ուշադրություն դարձնենք։ Եվս մի լավ բան միտք է գալիս, որ գիտեք, ինչով ենք մենք սնում մեր անձը։ Ուշադրություն դարձրու քո անձին։ Զգուշավոր եղիր։ Տարբեր թարգմանություններից մի քանի բառեր ասեմ։ Հետևիր ինքդ քեզ, նայի քո արածի հետևից։ Սրանք տարբեր թարգմանություններից վերցրած ֆրազաներ են։ Ուշադրություն դարձրու քո ներսի բովանդակությանը։ Հետևի քո քայլերին։ Ուշադրություն դարձրու քո խոսքերին։ Քո վերաբերմունքին, քո արձագանքին։ Իմ ամենամեծ խնդրեմը գիտեք ինչն է եղել։ Բարկությունը։ Ես ահա որ բարկացկոտ եմ եղել։ Հիմա մի քիչ տենց թեթև երևույթները կան, երբ որ հատկապես մեր տաղանդավոր վարորդները շատ գրագետ ինչ որ գործողություններ են անում ճանապարհին, մեկ էլ դու ուղակի ցնցվում ես, ասում ես, ես չգիտեի, որ սա կանոնների մեջ գոյություն ունի։ Հա, չէ, ոնց որ հասկացա մեր քույրերը շատ մասով չհասկացան, թե ինչ ասեցի, ոչինչ։ Տղամարդիկ ինձ լավ հասկացան։ Հա, չէ, դուք շատ խաղաղ ավտոքշող եք, համոզված եմ։ Ոչ մեկը չկա, որ ինպես տենց կարա արդարության ծարավից սիգնալ տա։ Դա մի հատ առանձին ուսմունք է, գիտեք, չէ՞։ Քրիստոնյա ավայել վարորդություն։ Ես փորձում եմ սովորեմ, հատկապես ով ունի ավտոյի հետևը կպցրած, այն գեղեցիկ ձգան նշանը։ Դուք հենց կպցրեցիք իմացեք, ձեր մասով շատ բան փոխվելու է։ Որովհետև դուք պետք է ստիպված զիջեք, որովհետև դուք ստիպված պետք է սիգնալ չտաք, պատուհան չիջացնեք, չասեք, ինչ ես անում։ Նման բաներ, տղեկ ջան, լավ հասկանում եք, չէ՞ ինչ եմ ասում։ Քույրեր ջան, դուք եք ձեր գործի տեղը, հաստատ գիտեք ինչ եմ ասում։ Ձեր ընտանիքներում հիմա մեր ամեն արարքի մասով դա մեր ներսի հետ համապատասխանում է, թե չէ։ Մենք այդպիսին ներսում ենք, եկեք ուշադրություն դարձնենք մի կարևոր բանի նաև։ Ինչով ենք մենք սնում մեր շնչավոր աշխարհը։ Այսօր ինֆորմացիայի գերակշռող մասը մեկ մատի արագությամբ թերթում է կայքերը։ Դրանք հասանելի են ամեն մեկին։ Տատիկից, պապիկից բռնած, որ 90 տարեկան են։ Երեխայից, որ 1 տարեկան հասակում է։ Ամեն ինչ անցնում է շնչի
ոլորտով։ Ամեն բան անցնում է մեր մտային աշխարհով։ Մենք ամեն ինչ անց ենք կացնում մեր մտավոր աշխարհի մեջով։ Через наш внутренний мир мы пропускаем большую долю информации. Այդ ինֆորմացիան ազդում է մեզ վրա։ Այդ ինֆորմացիան ձևավորում է մեզ ներսում։ Դրանից ենք մենք կարողանում տեսնել, թե ինչպիսին ենք մենք դառնում։ Դրա հիման վրա ենք մենք փոխվում կամ լավը կամ վատը դառնում։ Ինչով ենք մենք մեզ սնում։ Ես մի կարճ օրինակ բերեմ։ Գիտեք չէ, հենց մարդը տրտում ա լինում, ուզում ա ինչ-որ զգացմունքային երաժշտություն ու երգեր լսի։ Սրտաճմլիկ երաժշտություն լսի։ Ես մեկի հետ խոսելից ասեցի, դու գիտես, որ քո շնչում կարող ես դու բժշկություն բերել կամ հիվանդություններ ավելացնել։ Կախված նրանից, թե ինչ տեսակ երաժշտություն ես լսում, ինչ բառերով լցված երգեր ես լսում, որովհետև դրանք կարող են քեզ ուղղակի կոտրել, տանել, վատ հայտարարի կամ օգնել բուժվել։ Ու ասեցի, եթե զգում ես, որ շնչիդ մեջ դու ուղղակի քեզ վատ ես զգում, երկրպագություն միացրու եւ սկսի շունչդ բուժել։ Շնչի ոլորտում բժշկությունը կատարվում է երկրպագության ծառայությունով։ Լսեք անընդհատ, երգեք, պաշտեք Տիրոջը, ձեր շունչը լցրեք ճիշտ բովանդակությամբ։ Ձեր անձը, միտքը, կամքը, զգացմունքները պետք է սնվեն ճիշտ աղբյուրից։ Պողոս առաքյալը շարունակվում է, դուք ուզում եք շարունակենք։ Դե հասկանում եմ, որ մի քանիսիս համար է սա շատ կարևոր։ Լավ, եկեք գնանք առաջ։ Կյանքիդ մեջ ուղղակի պետք է ուղղակի բարի բուն իմաստով զգուշավոր լինես քո անձին։ Երկրորդ կարևոր բանը, որ ասում է, ուսմունքին ուշադրություն դարձրու։ Պողոս առաքյալն ասում է ռուսերենում վնիկայ в себя։ Գիտեք սա ինչ է նշանակում։ Ինքդ քո ներսը թափանցի, ներսում ինքդ քեզ հասկացի։ Հաջորդը ասում է ի в учение, նաև նույնը արա ուսմունքի մեջ։ Դուք շատ եք լսում, կարդացեք Աստծո խոսքը, կարդացեք Աստծո խոսքը։ Գիտեք, որոշ մարդիկ կարդում են կարդալու համար։ Կա այդ երևույթը, թե չկա։ Փառք Տիրոջը Տերը օգնել է սովորեմ տարիներ առաջ, որ չկարդամ կարդալու համար, այլ կարդամ խորը ուսումնասիրելով, խորը գնալով։ Երեխա ժամանակ մեր բարեկամները, որ իմացան հավատացյալ եմ, իսկ ես առաջինն եմ, որ ամբողջ այդ բարեկամության մեջ ապաշխարել եմ տատիկիցս հետո։ Ես 7 տարեկան հասակում եմ Տիրոջս դարձել։ Ու իրոք, գիտեք, զարմանալի է, բայց երեխաները ավելի փոքր տարիքում են մեղքի ուժեղ զգացողություն եւ ապաշխարություն վերապրում։ Իմ տղան 5 տարեկանում է, ասում է, ես Տիրոջը դարձել եմ 5 տարեկանում։ Դե մի բան պետք է ինձանից առաջ անի, չէ՞։ Ասում եմ, այո, ու իրականում այդպես է, ինքը վերստին ծնված երեխա է։ Հիմա գիտեք, բարեկամներս հենց իմացան, արդեն պատանի էի, որ սենց նվիրված եկեղեցի եմ գնում։ Տիրոջը սիրում եմ, ասին, շատ լավ է, բալա ջան, շատ լավ է, բայց չխորանաս։ Կարևորը չխորանաս։ Դուք էլ եք լսել դա ձեր մոտ։ Հաստատ, գնում ես լավ ես անում, բայց չխորանաս։ Մտածում էին, որ կարող է խելքս թռցնեմ։ Մտածում էին, որ կարող է խելքս ինչ-որ մի բանով տանեն։ Չէ, մարդիկ կեղծ համոզմունքների խնդիր ունեն։ Բայց եթե դուք ուշադրություն դարձնեք ամբողջ աշխարհը, եվրոպական երկրները, ուշադիր, սա պատմական փաստ է։ Եկեղեցուն են պարտական կրթության եւ գիտության շատ մակարդակների համար, որովհետեւ կրթություն ապահովողը ուղղակի մարդկանց կրթելու գործով զբաղվողը եղել է եկեղեցին։ Շատերը չեն հասկանում, որ եկեղեցին է մեզ մարդ օգնում դառնալ։ Եկեղեցում ենք մենք, ես երջանիկ եմ, որ ես դաստիարակվել եմ եկեղեցում։
Առանց Տիրոջ ես ոչ մի բանով լամի 1000 անգամ ավելի վատը կլինեի, քան նրանք, ովքեր շուտվանից արդեն գերեզմաններում են։ Մի կեղտոտ հանձակործի մեկն էլ ես կլինեի։ Ինքն ա որ ողորմություն ա արել։ Ու այնքան ուրախ եմ, որ ես բարեկամներից չլսեցի, որ ասեցին, չխորանաս, խորացա։ Ինչքան հնարավոր է։ Ձեր կյանքի մեջ չխնայեք Աստծո խոսքի ճշմարտության մեջ։ Ամեն օր ավելի խորը գնալ, ավելի խորը ուսումնասիրել, ինչն է ճիշտը, ինչն է սխալը։ Հարցրեք ձեր ավակներին, ստացեք նրանցից խորհուրդ։ Մեկ թույլ տա ուղակի ինչ որ գաղափարներին անպատասխան մնան ձեր մեջ։ Ճիշտ ուսմունքը ձևավորում է ձեր ապագան։ Ճիշտ ուսմունքը ձևավորում է ձեր ծառայության որակը։ Ճիշտ ուսմունքը ձևավորում է անգամ ձեր կյանքի կերպը, ձեր ապրելակերպը։ Ճիշտ ուսմունքից կախված է մեր կյանքի մեջ շատ հաղթանակներ եւ պարտություններ։ Ես սիրում եմ նաեւ սովորեցնել բժշկության մասին շատ եւ հաճախ եմ ասել. ճիշտ ուսմունքը ազդում է նրա վրա դու կլինես բժշկված թե չէ։ Հայտնություն կառնես թե ինչ է արել Տերը քո համար, ինչ կարողություն, ինչ իրավունք, ինչ իշխանություն, ինչ դիրք ունես դու։ Հիմա ճիշտ ուսմունք ասածը ես ինչ նկատի ունեմ։ Դա մենակ աստվածաշնչյան գիտելիքները չեն, սիրելիներ։ Մենք գործ ունենք ամենակարող, ամենագետ Աստծո հետ։ Հավիտենական Աստծուն եւ ամենալավ ճանապարհը Տիրոջը ճանաչելու, իսկ դա է խորանալ ուսմունքի մեջ ոչ թե նրա համար, որ գիտելիքներով հարուստ լինես, որ ասեն սրա նման խելացի չեմ հանդիպել, այս ինչ փայլուն հոգևոր գիտելիքներ ունի։ Ոչ, որ ասեն Աստծո հետ քայլող մարդը, Աստծո սիրտը ճանաչող մարդը, Աստծո հետ մտերիմ կապ ունեցող մարդը։ Տղայիս մեծին հաղորդագրություն էի գրում, որ եթե ուզում ես սովորել Տիրոջ ձայնը լսել, նա պետք է սկսվի այստեղից։ Եթե ուզում ես սովորել, ամեն ինչ ստեղ է սկսվում։ Մի քանի բան կա սրա մեջ, որ ես տեսնում եմ։ Ուսմունքի մեջ դա ուղղակի ասեցի գիտելիքներ չի։ Պողոս առաքյալի հետ Տիմոթեոսը ընթացք էր քայլել։ Իրա աստվածճանաչության օրինակը Պողոս առաքյալը ցույց էր տվել Տիմոթեոսին։ Իրա հավատարիմ աշակերտը, հոգևոր զավակը, ամեն ինչում երևի ամենամոտիկ մարդն էր Պողոս առաքյալի համար։ Ինքն իրա օրինակով արդեն իսկ Տիմոթեոսին շատ բան ցույց էր տվել։ Մենք աղոթքների մեջ, հարատև աղոթքների մեջ, սրան կհասնենք հիմա, հարատևելով աղոթքների մեջ, հարատև Աստծո խոսքի ուսումնասիրության մեջ, ձևավորում ենք այդ դոկտրինան մեր մեջ, այդ ուսմունքը։ Մի հատվածների մեջ տեսեք այս ուսմունք բառը, որոշ թարգմանություններ բառացի գրած է դոկտրինա։ Այն խորը ֆունդամենտալ ուսմունքները, որոնք կապ ունեն ձեր փրկության եւ ձեր ներկայի եւ ձեր ապագայի հետ։ Եթե դուք չունենաք հիմնարար աստվածաշնչյան, աստված ճանաչողությունից եկող ուսմունքները ձեր կյանքի մեջ, շատ մեղքեր կան, որ հեշտ կմտնեն ձեր կյանքի մեջ ու կանեն այն ինչ ուզում են։ Զանազանելու ունակությունը, ճիշտ է Աստծո հոգին մեզ օգնում է վատ ու լավը ջոգելու։ Նկատել եք, չէ, որ քո մեջ կա ասես մի հատ կալակոլչիկ, ինչ է, զանգ կա, որ ինչ-որ մի բան է կատարվում, դու զգում ես, որ դու դրա մասին չգիտես, բայց ինքը լավ բան չի։ Քո մոտ այդ զգացողությունը ներսից Աստծո հոգին ասես զանգի պես հնչեցնում է, որ չէ, մի անի այդպես, չէ, չհամաձայնվես, չէ, դա լավ բան չի, դա լավ միտք չի։ Աստծո հոգին մեզ համար մեծ պաշտպանություն է։ Ինքն է մեզ սովորացնողը։ Իրա, գիտեք, ուսմունքը եւ ինքը շատ կապված մի բան է, որտեվ ինքն է մեզ սովորացնում։ Եվ մենք սովորում ենք մեր ամենօրյա ապրած կյանքի ընթացքում, եւ մենք սովորում ենք Աստծո խոսքից, եւ մենք սովորում ենք եկեղեցում, մեր ավակներից, ովքեր հաջողակ ծառայության ճիշտ օրինակ են մեզ տվել։ Եվ մենք սովորում ենք ուղղակի մեր հաղորդակցության մեջ, ուսմունքը մեր
աստվածաշնչյան պոզիցիան, դիրքորոշումը, աստվածճանաչությունը ձևավորում է մեր կյանքը։ Հիմա որպեսզի մի հատ բերենք sense մոտեկացնենք մեկը մյուսից։ Ես կուզեի, որ ընդհանուր առմամբ սկզբից խոսեի աստվածճանաչության մասին, որովհետև աստվածճանաչությունը առաջնային է մեր կյանքի մեջ, որ մենք կարողանանք մեզ ճիշտ ճանաչենք։ Ճանաչելով Աստծուն, դու կարողանում ես ճիշտ ինքնագնահատական ձեռք բերել։ Ինքը քո մեջ արժևորում է ամենակարևորը։ Ինքը քո մեջ օգնում է, որ դու ինքդ քեզ հասկանաս։ Դրա համար շատ խորը գնացեք Աստծո խոսքի մեջ, ձեռք բերեք ավելի խորը աստվածճանաչություն շփման մեջ, մտերմության մեջ։ Աստվածճանաչությունը պայմանական է ամեն մեկիս կյանքի համար։ Աստծուն ճանաչող մարդու կյանքը տարբերվում է Աստծու հետ մտերմություն չունեցող մարդու կյանքից։ Արժեքների համակարգից, պահվածքից, մտածելակերպից, Աստծուն ճանաչող մարդու ամեն ինչը տարբերվում է։ Իրա պահվածքը, անգամ նայում ես, իրա ընտանիքն է տարբերվում։ Աստծուն ճանաչող մարդիկ են, որ կարողանում են Աստծո հետ քայլել։ Առանց նրան ճանաչելու դու քեզ շատ բաների մեջ կորցնում ես։ Դու չես կարողանում ինքդ քեզ ճիշտ գնահատական տաս։ Դրա համար մարդիկ ընկնում են հպարտության մեջ, անլիարժեքության մեջ։ Գիտեք դա պատճառը ինչն է։ Աստվածճանաչության պակասը։ Անլիարժեքությունը գալիս է նրանից, որ դու չգիտես ով է քո մեջ։ Ինչ կարողությամբ Աստված է, Աստծո հոգին է քո մեջ։ Շատ ժամանակ եղել է իմ կյանքի մեջ, որ ես ինձ հիշացրել եմ, թե ես ով եմ։ Բայց երբ հա դա գիտեք եղել, անկեղծ ես ասեմ, Տիրոջը հանդիպած պահերին աղոթքների մեջ։ Երբ որ աղոթքի մեջ իրան հանդիպել եմ, արյուծի պես բարձրանում է քո ներքին աշխարհի մեջ գիտակցությունը, թե դու ով ես եւ ինչ կարողություն կա։ Նկատել եք, որ աղոթող մարդիկ շատ ավելի աստվածճանաչության մարդիկ են։ Նկատել եք, որ աստվածճանաչության ճանապարհը բռնած մարդիկ մի տեսակ ոնց որ ուրիշ աշխարհում ապրելու սեղն են։ Ինչ ասում ես, ամեն բան հավատքով են բաց թողում։ Հավատքի մեջով են անցկացնում, որովհետև իր հետ դու ուրիշ մարդ ես դառնում։ Դրա համար ես ուղղակի ուզում եմ բացեմ տարբեր երանգները այս երկու կարևոր խորհուրդների։ Եվ գալիս է մի կարևոր բան եւս, որ Պողոս առաքյալն ասում է, սրա մեջ հարատևի։ Ռուսերենում ասում է «Пребывай в этом постоянно». Դա թող քո ամենօրյա կյանքը լինի։ Այսինքն ինչ է։ Ինքնավերլուծությունը։ Ամեն օր ուշադրություն դարձրեք։ Գիտեք, դուք ձեր կյանքի ամենակարևոր պոստապահն եք։ Չասեք, թե մենակ Աստված է։ Դուք ձեր կյանքի պոստավոյն եք, որովհետև դուք կարող եք թույլ տալ բաների, որ գա ձեր կյանքի մեջ կամ արգելեք բաների, որ գան ձեր կյանքի մեջ։ Դրա համար ամեն օր հետևեք ինչ այն մտային աշխարհի մեջ կատարվում, ինչ եմ ես լսում, ինչին եմ նայում, ում հետ եմ շփվում։ Ձևավորեք մթնոլորտ, որի մեջ որ դուք հավատքի մարդ կդառնաք, ոչ թե պեսիմիստ։ Պեսիմիստների հետ, վատատեսների հետ շփվելուց վատատես եք դառնում։ Հավատքի մարդկանց հետ մթնոլորտի մեջ շփվելով ամեն օր հավատքի մարդ եք դառնում։ Հետևեք ձեր անձին, ինչով եք դուք ձեզ սնում, ինչ եք մտածում, ինչ գաղափարներ են ձեզ հարազատ դառնում։ Մեկ է տեսնում ես մի հատ վատ գաղափար կամ հասարակ բան եմ ասում, շատերը հիվանդ չեն, բայց այնքան իրանց մտքի մեջ հիվանդության միտքը թույլ են տալի, հիվանդանում են։ Պոստավոյ դարձեք ձեր կյանքի մեջ չարից եկող մտքերը արգելելու համար։ Դուք դրա համար հոգևոր սպառազինություն ունեք։ Ձեր մտքի դաշտը պաշտպանող առաջի պատասխանատվությունը դա դուք եք։ Հենց մտքի դաշտը թույլ տաք, սատանան կգա, ոտերը կսրբի, ինչ կուզի կկախի պատերին, ինչ ասես կփթացնի, վերջում էլ դուս կանի տեղապրողին, կասի սա իմ տեղն է։
որտեղ ինքը խոզի էություն ունի, ինքը կեղտոտ է։ Դրա համար հենց կեղտոտ միտք է գալի քշի։ Դուք չեք կարող արգելեք, որ մտքեր չգան։ Չեք կարող արգելեք։ Գիտեք մեկ-մեկ ինչ վատ մտքեր է ինձ էլ այցել եմ, ասում եմ, «Ոյ, ցնցվում եմ», ասում եմ, «Սա իմ մտքով անցավ»։ Մի անգամից հասկանում եմ, որ դա ես չմտածեցի, այդ խուժանը մտածեց, այդ փչացածը մտածեց։ Հատկապես այն բարկացած պահերին, որ ուզում ես այն երիտասարդությանը գլուխը կորցրած ժամանակները հիշես, ասում ես, չէ, սա իմ միտքը չի, Տեր ջանների, բայց իրականում դա դու չմտածեցիր, տեղ չտվեցիր, այ որ տեղ տաս, այդ ժամանակ հետևանքները կլինեն։ Եվս մի հետևողական ամեն օր կանգնեք ձեր կյանքի այդ պաշտպանության գոտում։ Տիրոջը ամեն օր ճանաչեք ավելի։ Ամեն օրյա ձեր պրակտիկան, իրա խոսքը, աղոթքը, իրա խոսքը, աղոթքը։ Եկեղեցին դա ձեր անբաժանելի կյանքն է։ Չգնալ եկեղեցի բառը ընդհանրապես չկա։ Դուք հասկացեք, որ սա բաներ են, որոնց մեջ պետք է հարատևենք։ Եվ վերջի կարևոր բանը։ Պողոսը հետաքրքիր բան ասում։ Բանից պարզվում է, որ այս երեքը բերում են մի կարևոր բանի։ Փրկությունը ասում է, եւ քեզ կփրկես։ Այս փրկել բառը շատ բազմիմաստ է։ Եվ քեզ կփրկես, եւ քեզ լսողներին։ Ճիշտը ապրելով, մտածելով, ամենօրյա Աստված ճանաչության կյանք ապրելով, դու քո փրկության կյանքը կպահես։ Մենք մեզ չենք կարա փրկենք։ Ասել մեր Ռաֆայել եղբորը, եթե Տերը ինձ դրախտի դարպասների մոտ ձեռս բաց թողի, ես ինքս չեմ կարա մտնեմ։ Եթե մեզ Տերը չհասցնի այնտեղ, մենք դրան ի վիճակի չենք լինի։ Ինքն է, որ դա իր շնորհով, ողորմությունով անում է։ Բայց գիտեք մի հատ բան կա։ Մի կարևոր բան կա։ Մենք փրկվել ենք, մենք փրկվում ենք եւ կփրկվենք։ Սա փրկված մարդու ապրելու ընթացքն է։ Փրկված եմ, փրկվում եմ եւ փրկվելու եմ։ Դրա համար նրանք ովքեր ասում են, ինչ գիտես դու երկինք ես գնալու, ասում են, որովհետեւ ես փրկված եմ։ Ինձ համար փրկագին է տրվել։ Ինձ փրկությունը ապահովողը ամեն բան արել է։ Դա չի գալիս իմ արժանինքներից, բայց ես ամեն օր ապրում եմ իմ փրկության կյանքը։ Չեմ թույլ տալի, որ խոզերը մտնեն ու շնչից ոլորտի մեջ ամեն բան աղտոտեն։ Չեմ թույլ տալի, որ մեղքը տանի դժոխք։ Չեմ թույլ տալի, որ փրկությունը կորցնեմ։ Ամեն օր մեր գաղափարներին վերահսկելով մենք փրկում ենք մեր կյանքը չարիքից եւ նրանք ովքեր մեզնից լսում են։ Այսօր ես պատասխանատվություն ունեմ, այս սա ամենը ձեզ հետ կիսվելով, ես ինքս դրա մեջ հետամուտ լինեմ։ Ես ինքս այդպես վարվեմ։ Ձեզ սովորեցնեմ այս պահին, ինձ եմ սովորեցնում։ Ինձ եմ խոսում առաջի հերթին։ Եվ ասում եմ, քեզ կփրկես ճիշտ ուսմունքի մեջ մնալով։ Ճիշտ ուսմունքը կեղծ գաղափարների հակառակն է։ Դու ինչ-որ մի բան այսօր ստանում ես, շատ պարզ, շատ հասարակ բան։ Հարատևիր Աստծո խոսքի մեջ։ Ճանաչիր այս խոսքի մեջ իրան հայտնած Աստծուն։ Ճանաչիր այդ խոսքի մեջ իրան, ճանաչիր աղոթքների մեջ իրան, ճանաչիր պաշտամունքներին, քո ամեն քայլին։ Ես իմ ամեն ճանապարհների մեջ իրան ճանաչում եմ, որովհետև ինքը յուրօրինակ մի բան է անում։ Մեկ էլ ինչ-որ մի իրադարձության, ինչ-որ մի բանի մեջ հանկարծակի հասկանում եմ, վաու, Տեր դու էսպիսին ես։ Ամեն օր բացահայտում ես։ Ամեն օր մի նոր կերպով ինքը քեզ բացվում է։ Տարբեր իրավիճակներով ու դժվարություններով բոլորը մեր կյանքի մեջ մենք բոլորս անցնելու ենք։ Եկեք ուղակի մեր անձերին նայենք, Տիրոջը ճանաչենք, ամեն օր դրա մեջ հարատևենք և շարունակենք մեր փրկվածի կյանքը, պահենք այն թանկ գանձը, փրկությունը և ուրիշներն էլ թող դա մեզնից լսելով, օրինակը տեսնելով սովորեն։ Գիտեք, կուզեի խնդրեի, եթե կարելի է երկրպագության ծառայողները միանան ինձ։ Եկեք բարձրանանք միասին հիմա ոտքի։ Այն ինչ որ մեզ հետ կատարվում է,
պայմանական նշանակություն ունի նրանց համար, ովքեր մեզ շրջապատում են։ Խնդրում եմ հոգով լսեք այս բանը։ Այն ինչ կատարվում է քեզ հետ ամեն օր, դա միայն քեզ հետ չի, որ կապ ունի։ Այն ինչ դու վերապրում ես ամեն օր, միայն քեզ հետ չէ պայմանավորված։ Դուք մենակ ձեզ հետ գործ չունեք, դուք ձեզ հետ ձեր ընտանիքի անդամների հետ գործ ունեք, ձեր շրջապատողների, բարեկամների, որ Աստծո խոսքն ասում է դու լույս ես։ Լույսը ինքն իրանով նպատակ է, չէ՞։ Հասկանում եք, որ լույսը նպատակ է։ Լույսը կոչում ունի։ Լույսը խավարը հեռացնելու ուժ ունի։ Դուք ամեն տեղ որտեղ որ լինում եք, օրինակ եք։ Երանի ես եւ դուք իրոք հասկանանք, որ նրան մեր մեջ պետք է տեսնեն բոլոր ովքեր մեզ նայում են։ Տարիներ շարունակ ես աղոթել եմ մի աղոթք, որը ես հիմա սխալ եմ համարում։ Աղոթել եմ իմ գաղտնի սենյակում, աղոթել եմ աղոթքի ծառայությունների ժամանակ։ Դա չի եղել նրան, որ ինձ սխալ են սովորեցրել, դա հոգեվիճակ ա եղել, ցանկություն ա եղել։ Ասում էի Տեր, դու շատ, ես քիչ։ Հետո մի օր հանկարծակի բացահայտեցի, որ իրան դա ձեռնտու աղոթք չի։ Դա սխալ է։ Ինքը այդ պայմաններով չի անի։ Ինքը չի գնա այդ տարբերակին, որովհետև ինքը չունի ինչ-որ մի մասի հավակնություն, անգամ եթե դա 99.99 է, ինքը կամ պետքա լինի 100-ը կամ ոչ։ Հետո որ հասկացա, ասի Տեր, ես չլինեմ, լինես դու։ Աղոթքը փոխվեց։ Եվ գիտեք, կյանքն էլ փոխվեց։ Կյանքը փոխվում է այն ժամանակ, երբ որ դու ուզում ես, որ ինքը լինի, դու չլինես։ Աստված ճանաչությունն է բերում դրան։ Միակ ճանապարհը, որ լինի ինքը, չլինեմ ես, իրան ավելի շատ ճանաչելն է։ Որովհետև ինչքան իրան ճանաչում եմ, ինչքան իրանով կլանվում եմ, ինչքան իրանով լցվում եմ, ես ինձանով դատարկվում եմ, ինձնից դատարկվում եմ։ Ուզում եմ, որ ես ունայնանամ, իսկ ինքը փառավոր լինի։ Ուզում եմ, որ լիքը լինի ինքը, դատարկ լինեմ ես չկա, Սերգեյից մաս չմնա։ Ես մի հարց ունեմ ձեզ այսօր, ուզում եք Աստծո փառքը տեսնեք։ Երբ որ ձեռ եք բարձրացնում, հասկանում եք դա ինչ է ենթադրում։ Աստծո փառքը միշտ դժվար երևույթների մեջ է հայտնվել։ Աստծո փառքը միշտ համապատասխան պայմաններ է պահանջում, որ ինքը փառավորվի արժանի կերպով։ Դրա համար իրան պետք է լինի ոչինչը, որ ինքը լինի ամեն ինչը։ Դրա համար իրան պետք է լինի դատարկը, որ ինքը լցնի դա։ Դրա համար ինքը պետք է զրոյից ստեղծի, իր էությունն է այդպիսին։ Եթե դու ամենամեծ դժվարությունների մեջ ես, այ դրա մեջ ինքը հայտնվելու եւ փառքը հայտնելու բան ունի։ Սիրում եմ աղոթել են մարդկանց համար, ովքեր անլուծելի խնդիրներ ունեն։ Եթե մի բան կարող է քեզ տերաֆլում բժշկել, ես դրա հետ գործ չունեմ։ Ես չեմ ուզում աղոթեմ նրանց համար, ովքեր պարացիտամոլը խմելով այդ հարցը լուծում են։ Կներեք, որ ես ձև եմ ասում։ Մենք կամ ամենակարողի, կամ չգիտեմ էլ արդեն ինչ ասեմ, ում հետ գործ ունենք։ Ինքը իմ ամենափոքր եւ ամենամեծ հարցերի Աստվածն է։ Դրա մասին խոսք չկա։ Բայց այսօր
որ ասում են քեզ ճանաչենք, ուզում են որ ինքը իրոք հայտնի, որ ինքը ամենամեծն է, գերագույնն է, ամենակարողն է, զորավորն է, ամենն է։ Արդյոք ուզում ես դու քո կյանքի մեջ իրան այդպիսին ճանաչել։ Ես ուզում եմ Հիսուս, անձամբ ես ուզում եմ Տեր, քեզ տամ ամբողջ իրավունքը Հիսուս, ամեն բանի մեջ որոշողը, իմ կյանքի ամեն հարցերի լուծում տվողը, գերագույնը, դու ամենակարող ես։